Հայաստանի Հանրապետությունից միտքից հող հանձնելը թշնամուն, դա բացառված է եւ դա բացառվում է եւ դա դավադիր պլան է։ Ով ինչ է ասում, ամենքը կարող է ինչ-որ բան ասել։ Բայց փաստը արձանագրված է, որ այդ գյուղերի մի մասը տրված է թշնամուն։ Փաստը արձանագրված է, որ թշնամին գտնվում է հայոց աշխարհում, Հայաստանի Հանրապետության տարածքում այսօր թշնամին գտնվում է։ Եվ հարց եք տալիս ինչին հասանք։ Ինչին հասանք։ Նրան հասանք, որ այսօր սահմանազատման գործընթացը ես հայտարարում եմ, որ կանգնեցված է։ Դա փաստ է արձանագրված։ Սահմանազատման գործընթացը այսօր կանգնեցված է։ Դա ձեր շնորհիվ։ Դա այն ուժերի շնորհիվ, որոնք որ կարողացան ոտքի հանել ժողովրդին եւ գործող վարչախումբը տեսավ, որ կարող է իր աթոռը կորցնի։ Եվ սահմանազատման գործընթացը կանգնեցված է, այո, գործող վարչախումբը կարողացավ այսօր Ալիևի հետ գալ համաձայնության, որ սահմանազատման գործընթացը տարաժամկետի, այսինքն ժամանակ վերցնի միջև հերթական ընտրությունները։ Հերթական ընտրությունները հաղթելուց հետո Աստված մի արասցե, եթե դա իրականություն լինի, գործող վարչախումբը հանձնելու է ամեն ինչ, ինչ Ալիևը պահանջի։ Ալիևի պահանջներն են։ Չմոռանանք։ Ալիևը ինչ է պահանջում։ Ալիևը խոսում է 300,000 ադրբեջանցի Հայաստանի Հանրապետության տարածք ընդգրկելու մեջ։ Միջանցք տալ, սահմանադրության փոփոխություն, ցեղասպանության պահանջից հրաժարվել, միջազգային ատյաններում դատական բոլոր հայցելից հրաժարվել եւ պատմությունը մոռանալ, Արցախը մոռանալ։ Մենք պետք է հասկանանք, Ալիևի խնդիրը լինելու է ընդհանրապես հայոց գենի վերացումը եւ կա հայոց գենի վերացումը, հայկական գենի վերացումը։